Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը արվեստի ոլորտում եւ խոսելու ենք նոր ու շատ հետաքրքիր ձևաչափի մասին եւ այսպես աշտարակում կանցկացվի ամիս եւ ժամ լուսանկարչական պատմությունը, որը ներկայացնում է մարդու զգացմունքները տարվա 4 եղանակների եւ 12 ամիսների ընթացքում։ Յուրաքանչյուր լուսանկար ուղեկցվելու է համապատասխան բանաստեղծությամբ, որը ընթերցվելու է երաժշտության եւ պարային ներկայացման ներքո։ Նախագծի բոլոր լուսանկարները, բանաստեղծությունները եւ երաժշտական դրվագները հեղինակային են։ Ամիս եւ ժամ նախագծի առաջին ցուցադրությունը կայացել է Միացյալ Նահանգներում, իսկ այժմ այն ներկայացվում է նաեւ Հայաստանում։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Միքայել Նազարենկոն եւ Լիաննա Ավետիսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք ձեզ։ Շատ լավ։ Շատ լավ։ Դե եկեք մի քիչ պատմենք հենց նախագծի մասին, որտեղ հետաքրքիր ձևաչափ ունի, հա։ Ինչ է արվելու, ինչ է ներկայացվելու։ Նախ, ինչպես դուք նշեցիք, Միացյալ Նահանգներում նախագիծը տեղի ունեցել եւ արդեն այնտեղ լինելուց հետո որոշեցինք հենց հայալեզու եւ Հայաստանում, որպեսզի ավելի ակնկալելի լինել, որոշեցինք այստեղ նույնպես իրականացնել արդեն բարային բեմադրությամբ, արդեն հեղինակային երաժշտությամբ համադրելով արվեստի տարբեր ոլորտները։ Երբ ես ընթերցում էի ձևաչափի մասին, վաու էմոցիա էր գալիս, ինձ հետաքրքիր է, երբ այնտեղ արդեն ներկայացվել է դա բեմում եւ հանդիսատեսը վայելել է ամբողջ էներգիան։ Այդ ֆիդբեքերը, հա, հետադարձ կապը եւս այդպես վաու է եղել։ Կարծում եմ Համեստություն եք անում։ Չգիտեմ ես։ Գիտեք, նկարներում եւ բանաստեղծություններում ներկայացնում ենք մարդու 12 էմոցիաները, որտեղ որ ըստ մեզ մենք զգում ենք, այդ մարդը զգում է 12 ամիսների ընթացքում։ Ամբողջ խնդիրը դա է, որ օրինակ հունվար ամիսը սկսվում է արարումից եւ դեկտեմբեր ամիսը այսպես ավարտվում է վերածնունդով։ Այսինքն նախագիծը այդ բանաստեղծությունները ընդհանուր առմամբ բոլորը շահկապված են իրար հետ, ինչպես նաև երաժշտությունը նույնպես։ Դե եկեք մի քիչ ավելի բացենք փակագծերը, հասկանանք այն ինչ է նշանակում, որ այդ բոլորն իրար հետ շահկապված են, հա։ Ինչ նկարներ են, ինչ բանաստեղծություններ են, ինչ պարային ներկայացումներ են եւ ինչ երաժշտություն է։ Ի սկզբանե նախագիծը ծագեց բնականաբար նկարներով եւ բանաստեղծությամբ։ Ումն են նկարները։ Նկարները իմ նկարված պորտրետ պիկտորիալիստական ժանրի պորտրետ նկարներն են, որոնք որ ամեն մեկը տարբեր մոդելներ են եւ ամեն մեկի հետ տարբեր աշխատել ենք։ Հիմնական մեծ մասը մի քանի հատ Հայաստանում է նկարված եւ մնացածը Պետերբուրգյան, երբ որ ես սովորում էի, այնտեղ նկարեցի եւ այդպես որոշեցինք հավաքագրել արդեն մենք բոլորս թիմով եւ ներկայացնել։ Այնուհետեւ Միացյալ Նահանգներում մի գաղափար ծագեց, որ եթե կա նկար եւ բանաստեղծություն, ապա ինչու չներկայացնել հենց տեղում, հենց հանդիսատեսի, հենց ով գալիս է եւ նայում է հենց այդպես։ Եվ Միացյալ Նահանգներում գաղափարը այդպես ի սկզբանե նախագծի անվանումը ամիսներ էր։ Եվ քանի որ ժամանակին մեկ ցուցահանդես ունեցան կոչում էր 1080 ժամ, որը որ պատերազմի մասին էր, գլխավոր կոնֆլիկտը պատերազմն էր, խորագրով պատերազմի խաղաղ կողմը, ապա այժմ խորագիրը ժամանակն է, ամիս եւ ժամ եւ երկ առանց երաժշտությամբ խորագրով։ Գլխավոր կոնֆլիկտը այստեղ ժամանակն է եւ այն է, որ մենք պետք է ժամանակի հետ քայլենք առաջ, գլխավոր բանը այդպես։ Լիաննա ջան, կուզեմ ձեր կարծիքը ձևաչափ ներկայացման մասին իմանալ, որովհետև առասարակ զգացմունքների առումով մարդիկ նույն զգացմունքը կարող են շատ տարբեր կերպ զգալ եւ ապրել։ Իհարկե տարբեր սիտուացիաներում, տարբեր ժամանակներում, ճիշտն ասած, երբ Միկան ինձ առաջարկեց միանալ նախագծին, ինձ մոտ ես նոր եմ միացել, վերջերս ավելի թիմը արդեն բավականին մեծ աշխատանք էր տարել, երբ ես միացա, ինձ մոտ նույնպես երբ պատմեց թե ինչ է, ձեր այդ նույն վաու ռեակցիան է եղել, որ մի չէ, իրոք, ու ես մի ինչ ես անում։ Նորից պատմում է այսպես, դե հետո արդեն սկսեցինք իհարկե աշխատել, շատ հետաքրքիր յուրօրինակ բան է մտածել, որտեղ ես իրականում երբեք չեմ լսել, որ այդպիսի ինչ որ կոմպոզիցիա չեմ տեսել ուրիշտեղ, ու հերիք չի, որ այդ մի քանի էլեմենտներն են իրար միացած պոեզիա, լուսանկար, պար, երաժշտություն, այդ ամեն ինչը նաև ունի թեմատիկ առանձին
տարամիացումներ, այսպես ասած, առաջին ամիսը հունվար, որը ունի թե իր, այսինքն երաժշտությունը ոչ թե ընդհանուր ֆոնային է ամբողջ միջոցառման համար, այլ հունվարն ունի իր երաժշտությունը, իր լուսանկարը, որը համապատասխանում է իր բանաստեղծությունը, որ հա, իր զգացմունքը։ Հետո գնում ենք փետրվար, էմոցիոնալ ֆոնը փոխվում է։ Մարտը արդեն գարուն ենք մտնում, մի քիչ ավելի ռոմանտիկ ու այդպես մինչև ամփոփում ենք արդեն ամով։ Այս առումով ո՞րն է ձեր ամենասիրելի ամիսը կամ զգացմունքը։ Որն է տարվա մեր եղանակային 5-րդը։ Ճիշտն ասած, քանի որ ես սեպտեմբերին եմ ծնվել, ուղղակի ավելի ֆիքսվել էի իմ ամսվա վրա, մի քիչ այդպես սուբյեկտիվ բան, բայց իհարկե բոլոր այն փորձերի ժամանակ մենք որ մեկ-մեկ նույնիսկ ես այնքան այն ստանում երաժշտությունը, ես sense մեկ էլ զգում եմ, որ միաձուլվել է այդ ամեն ինչը լավա պարողների հետ ամեն օր փորձ չենք անում, որտեվ ես լրիվ ինձ կորցնելու էի ատմոսֆերայի մեջ, ամեն մեկը իր զգայական դաշտով շատ Պարային ինչ լուծումներ են տրված, ավելի պլաստիկ շարժումներ են, թե ամբողջական պար է։ Ժամանակակից պար ենք մենք օգտագործել կոնտեմպ ժանրի մեջ եւ կուզեմ նշեմ առանձնացնել Մեծիտա Հովհաննիսյանի ոնց որ բեմադրությամբ է լինելու շարժումներով եւ մեր թիմը նաեւ կա բաղկացած է նաեւ երաժշտական մասով ղեկավար Միքայել Զաքարյանը, ինչպես նաեւ երաժշտության արդեն հեղինակը Արսեն Բագիրյանցը եւ Պավել Կուզմինի գործերն են, որոնց հետ մենք աշխատել ենք, որոշել ենք ոնց լինի, ինչ լինի, փորձել ենք նաև վերցնել մեր ավանդական հին ազգային գործերը, ինչպես նաև կոմիտասյան գործեր կա, նաև այսպես օգտագործենք, սարքելով ժամանակակից պար եւ տողեր։ Եվ ամենահետաքրքիր կարծիքը, որ լսել եք ու այսպես մտքում մնացել է կամ սրտին շատ կպել է։ Ես Չի եղել։ Չգիտեմ, որովհետև իմ կարծիքով ցանկացած կարծիքն էլ հետաքրքիր է ու կարելի է ցանկացած կարծիք, որ կիսվում ենք, պետք է լսել եւ եզրակացություններ այդ ամենից անել։ Ընդհանուր տևողությունը ինչքան է։ Պերֆորմանսի թե նայեք, ի սկզբանե հանդիսատեսը երբ մտնում է, նկարները կախված են։ Եվ պետք է հնարավորություն տալ տողերը հանդիսատեսը կարդա այնուհետև լսի մեր կատարմամբ։ Եվ քանի որ պետք է կարդա միջոցառումից հետո նույնպես այդ հնարավորությունը կլինի։ Բայց այստեղ կարևոր բաներից մեկը այն է, որ ոնց որ ինքը կարդում է իր մեջ, ոնց որ երկ առանց երաժշտությամբ ինքը կարդում է իր մտքի մեջ, որտեղ նկարն է եւ կողքը բանաստեղծությունը։ Եվ այնուհետև պարային լուծումներով մենք բեմ ենք ուղղորդելու հանդիսատեսին, որտեղ որ արդեն մեր հետ կլսեն գործերը։ Նախագծի հետ կապված ինչ ծրագրեր ունեք, ինչ շարունակություն է ունենալու։ Սկսեց իր քայլարշավը Միացյալ Նահանգներից, եկավ Հայրենիք, հետո ինչ է լինելու։ Քանի որ ժամանակի կոնֆլիկտը, նախագծի կոնֆլիկտը ժամանակն է, այստեղ մի հատ լավ խոսք է, ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա։ Սենց կա, երևի թե ժամանակը ցույց կտա, որովհետև մի բան որ ինքը կստացվի։ Նախագծը ոչ մի Նաև երևի արձագանքները ամսի 29-ից հետո իհարկե շատ ափսոս կլինի մեկ անգամ, չէ, հաստատ պիտի հետո շարունակություն տանք, որովհետև նոր որ հարցրեցիք նաև ինչ կարծիքներ եք լսել, ամենասյուր կարծիքը դե ոչ թե ԱՄՆ-ի նախագծում ես չեմ եղել, այստեղ եմ միացել արդեն, քանի որ դեռ տեղի չի ունեցել, բայց երբ պատմում եմ ծանոթներիս, այսպիսի բան է լինելու, եկեք, մի հատ այսպես Գժվել եք, չեք անում Ոնց հագժվել ենք մի քիչ։ Դա սատենց բաները։ Ժամանակ ենք ունեցել, փորձ ենք անում։ Ինչու՞ չգժվել։ Շատ լավ, ճակատագիրը ներկայացման բարդ է թվում, որովհետև մի քիչ այսօր դժվար ընկալելի է, հա, այդպեսի լուրջ ու հետաքրքիր գործեր, ավելի շատ հումորայիններն են այսօր մի քիչ ավելի արդիականացված եւ ընկալելի հանդիսատեսի կողմից։ Նման պրոյեկտների շրջանակում հանդիսատեսին պահելը շատ դժվար է լինում։ Դերասաններից ջանք է պահանջվում, ընդհանուր կոնցեպտից ջանք է պահանջվում, ինչպես եք ակնկալում այդ դիալոգը հանդիսատեսի հետ, ինչպեսին եք պատկերացնում, որտեվ այնտեղ Միացյալ Նահանգներում հանդիսատեսը լրիվ ուրիշ է, այստեղ լրիվ ուրիշ է։ Այո, կարող եմ ձեր հետ համաձայնվել այստեղ, քանի որ մենք լուծումը այնպես է լինելու, որ մաքսիմալ անմիջական լինի, բեմը հարթակ կոչվածը փորձելու ենք կտրել եւ այնպես անել, որ հանդիսատեսը հենց բեմ բարձանա, այսինքն աշտարակում այդպեսին ավելի շատ իմերսիվ թատրոնի ուղղություն եք որ։
փորձենք մաքսիմալ այդ Չորրորդ պատը կկոտրվի եւ դուք ինքներդ կհայտնվեք հենց այդ նկարներում երաժշտության ու բարի մեջ։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք։ Վստահ ենք, որ հաջող է անցնելու ամեն ինչ։ Սպասում ենք Ձեզ մենք հրավերները ձեզ, իդեպ, այո, ձեզ Լիանա, փոխանցենք։ Ահա, այս Շատ շնորհակալ ենք հրավերները, հուսով եմ, որ անպայման ժամանակ կգտնեք եւ կգաք։ Մեսի ընկալելու համար։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, որոնք դուք արդեն նվիրում եք հանդիսատեսի ներկայացման ժամանակ։ Սա բացիկներ են, արևոք բացիկներն են, որոնք վերնագրված են սիրում եմ եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ հայտնի երգերից են մեկը Հայկոյի երգից է, երազս կատարվել է, սրտումս ես, իսկ մյուսը Սաֆարյան։ Այսինչ սիրուն ես անհավանական գեղեցկուհի, դու խենթացնում ես ինձ ամեն պահ։ Սա դուք նվիրեք ձեր սրտի գեղեցկուհուն, սա էլ նվիրեք ձեր սրտի գեղեցիկին։ Շնորհակալ։ Շնորհակալություն ձեզ։ Եվ մեկ անգամ հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ամիս ու ժամ այս շատ այսպես հետաքրքիր ձևաչափով պարային ներկայացումը տեղի կունենա Աշտարակի դրամատիկական թատրոնում, այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը, որովհետև շատ հետաքրքիր է լինելու։ Իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։